Շիրակի թեմից տեսանք, որ ներկայացուցիչներ չկային այնուամենայնիվ, ձեր կարծիքով սա տեսեք, սկզբից ասում էիք, որ դեր Արամը կարգալուց արված է եւ դա եկեղեցի հետ կապ չունի։ Հետո ասում եք, ես մեկն էլ կարգալուց լինելու է սա։ Հետո ասում եք, որ այս մի սրբազանը այնուամենայնիվ անցել է։ Հիմա տեսնում եք, որ ակնհայտ է, որ այն խնդիրները, որոնք մենք բացատրում ենք, դրանք կան եւ դա միլիցուն ունի։ Միլիցումը անխուսափելի է ուղղակի եւ այսօր խնդրումը կայանում է նրանում, որ բիզնեսը չի հասկանում, որ այս իր վարկով ինքը արդեն հայ-առաքելական եկեղեցին Հայաստանի պետությանը եւ եկեղեցին մեծ վնաս է հասցնում եւ անխուսափելի բաներ դեմ Պարոն Սիմոնյան, Նավասարդ arczepiskopos Կճոյանը ձեր թիմին հավատարմության երդում է տվել եւ հիշեցնում ձեզ, որ դուք օրերս ազգային ժողովում Նավասարդ arczepiskopos Կճոյանին պարոն Կճոյանով եք։ Ես հասկանում եմ հետին գիտելիքների հետ կապված որևիցե նպատակ ժամանակ չի արել, դա ինձ չի իմացան վաճառել, ես կարծում եմ, որ սրբազանի մասով երթումը միայն ասում եմ, ես որևիցե մեկը որ երթումը տվել է, ոչ է մենք դրա ցանկությունը ունենք, մենք դրա ցանկությունը չունենք, մեր համար շնորհակալ եմ Մարիք ջան, մեր նպատակն է, որ որևիցե ձևով եկեղեցին խառնված չլինի Ժողովուրդ հարցազրույցին խանգարեք, ավարտեք Սիմոնյան, տեսեք, պարզապես դուք քանի որ նշեցիք ձեր գիտելիքների պակասի պատճառով է, որ այդպես եք նշել, Շիրակի թեմի առաջնորդը պիտի ցույց տար, որ բացի Շիրակի թեմի հոգևորականներից այլ քահանաներ այստեղ կարողանային պատարակ մատուցեին, բայց Միքայել arczepiskopos Աջաբահյանը թույլ չի տվել, այսինքն դուք մասնակցել եք կեղծ պատարակի։ Եկեք որևիցե մեկս գնահատական չտանք, հա։ Լրագրողները, որոնք որ հիմա փորձում են ինձ տենց հարցեր տալ, որոնք որ փորձում են պատարակի ժամանակ նույնիսկ գլխաշորջ չունեն։ Հիմա դուք փորձում եք հարցնել, ասում եք, որ ես ինչ-որ գնահատական բան, ես քաղաքական գործիչ եմ, չեմ պատրաստվում։ Եվ քաղաքական գործիչ անկեղծ չեմ լսում։ նշեցիք, տեսեք, Շիրակի թեմի քահանաները ասում են, որ ես պատասխանեցի։ Չէ, եթե առանց իրենց պատարակ մատուցի, ապա դա համարում են իրենք բռնազավթում։ Դուք համարում եք, որ բռնազավթները սուտ Ես կարծում եմ այնտեղ որտեղ որ ժողովուրդն այնտեղ որտեղ որ պատարակ է հնչում, չի կարող բռնազավթում լինել, հա։ Եթե ամեն ինչ քրիստոնեական հայ-առաքելական եկեղեցու կանոններով է արվում, ուզում եմ հասկանալ այդ անձերի վրա կենտրոնանալը եկեղեցին մի սարքեց մի անձի ինքը անձի համար չի որևիցե մեկի համար չի ես խնդրում եմ ինձ կանոնների մեջ ես այդ կանոնների եւ դուք նույնպես եւ մեր հերոստատիտողները այդ կանոնները անգիր չգիտեն որ մենք հիմա մեր վեճը մեր խոսակցությունը հիմա չի ունենալու թեմի առաջնորդի դիմեք որ նոր կարողանային ես առաջել եմ պատարակների մասնակցել ասենք Facebook-ան իմեջում եթե փնտրեք ինձ նկարները կգտնեք Ես խնդրում եմ ինձ այդ կանոնագրքի կանոնների մեջ վեճի մեջ մի մտցրեք քաղաքական եթե հարց կա ասեք իսկ ներկաների պահված է ասացիք բոլոր կանոնները եթե պահվում են կանոնները գործում են դրա համար եմ ասում իրենք առնվազն 4 սրբազան կա հայ-առաքելական եկեղեցի դիմեք իրենց իսկ ներկաների Սենց հերթով տալիս են եւ խոսում են տեսնում ենք եկեղեցուց երբ որ կաթողիկոսյանն են բարձր արտահայտում դեն դուրս են իրավիդում ձեզ համար այս վարկագիծը ընդունելի է սա ժողովրդավարության մասին եւ ժողովրդավարությունը եկեղեցում պատարակի ժամանակ բղավելն է այդ դեպքում ինչու է կաթողիկոսյանը ասում է որ դրա պատասխանը վարչապետը տվել է իսկ վերաբերում է եկեղեցում բղավելու թեկուս ամենալավ բղավոցը թեկուս առանձին աղոտ բղավել իսկ եկեղեցում ծապա Ինչ լիազորություն ունի թեկուս խնդրի որ բանն է հարցը տեղ չգնաս հեսա սենց կգին դուք տվեցիք Եթե կարելի մի հատ էլ հավելում անեմ, հա, ես պարոն Սիմոնյան, անցած տարի դուք ամենափրկիչ եկեղեցին վերահսկում եք, դուք Գյումրիում եք, բայց եկեղեցի չմտաք։ Ինչ էր պատճառը եւ ուզում եմ այո, եւ ուզում եմ հասկանալ այսօր ինչի՞ չեք գնացել օրինակ սուրբ ամենափրկիչ եկեղեցի։ Ես անկեղծ
չնշում նման բան։ Վերահսկման Որևիցե կոնկրետ պատճառ չի եղել։ Կարող է ինչ-որ օրակարգ կաթողիկոսի ներկայություն էր, որ դուք Կրկնում եմ, որևիցե իսկ նույնիսկ չէ նշում ձեր ասած։ հենց սեպտեմբերի 7-ին Մեկ տարի առաջ Իսկ նշեցիք, որ եկեղեցում չեն կորում, բայց եկեղեցում ծափահարում էին, հա, ոնց որ ներկաներս մասով ինչ կասեք։ Վարչապետը խնդրեց, որ նման բան չանել։ Եթե մոտիկից ուշադրություն եք, կտեսնեք դա մարդկանց ցանկությունն է, վարչապետը խնդրեց նման բան չանել։ Եվ այսօր չէ, եւ այսօր չէ, սպասեք, հետո գալիս։ Դու առավելևս դուք արդեն հարցը տվել եք։ Սա ձեր երրորդ հարցն է։ Հայաստանում եկեղեցու շուրջ տեղի ունեցողը համեմատում են Մոլդովայում, Ուկրաինայում եւ Վրաստանում տեղի ունեցողը։ Ռուսաստանն է համեմատում։ Ոչ, Հայաստանում։ Ո՞վ է համեմատում։ Ռուսական ազդեցության գործակալները։ Ես նման հարցերի, ես Մոլդովայի, Ռուսաստանի, չգիտեմ որ երկիրը բերեցի, Ուկրաինայի պաշտոնյա չէ։ Ես ոչ էլ Վրաստանի պաշտոնյա։ Բայց ես Հայաստանի ավարտեք։ Հայաստանում եկեղեցու շուրջ տեղի ունեցողները համեմատում են Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում տեղի ունեցողի հետ։ Եվ կան այդ գործողություններում հաջողված դեպքեր եւ կան չհաջողված դեպքեր։ Դուք այդ նույն կենտրոնից եք առաջնորդվում եւ եկեղեցու շուրջ իրականացնում այս քայլերը։ Դուք որտեղից եք հարցը գալիս, կասեք։ Դուք այլ երկրի գործակալ եք։ 7 եկեղեցու Բաքվում եմ կանգնել։ Չէ, դուք որտեղից եք ուղղորդվում։ Այսինքն ով է ձեզ թույլ տալիս ինձ հարցնել Հայաստանի Հանրապետության ընտրված բարձրաստիճան պաշտոնյային հարցնել, որ ես որևիցե տեղից ուղղորդվում եմ։ Դուք դրա իրավունքը չունեք։ Ես պատասխանում եմ ձեզ, դուք դրա իրավունքը չունեք։ Այ դուք ձեր իսկ դուք նմանություն չեք տեսնում ձեր հարցերի եւ այլ երկրների հերոստալիքներից հնչող բանը ռոպագանդիստական դրույթների մասին նմանություն չեք տեսնում, չեք նկատում, որ դուք ուրիշ երկրի բանը գործակալների թելն եք դու։ Իսկ դուք որտեղից եք ֆինանսավորվում։ Ձեր ֆինանսավորումը պարզ է, կասեք որտեղից եք ֆինանսավորվում, ասեք։ Մեր ֆինանսավորման մասին կարող եք տեսնել ABC Media-ի պայքեջում։ Ես շատ կասկածում եմ, որ այնտեղ ֆինանսավորման մասին որևիցե տեղեկություն կա։ Ես կստուգեմ, պարտադիր կստուգեմ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես պատասխանեցի։ Դուք իրավունք չունեք Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյային նման մեղադրանք ներկայացնել։ Այդ ձեր մեղադրանքները, ձեր անցկացրած զուգահեռները Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի հետ անցկացնում են այն երկրի լրատվամիջոցները, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իշխանություն լինի, որպեսզի գնա իրանց երկիր, դաբրո ստանա իրանցից, որ այստեղ իշխանությունը տենց չի եղել ու չի լինել։ Պարոն Սիմոնյան, իմ հարցը վերաբերում է Գյումրիում անօթևանության։ Ես վստահ եմ, որ չկա։ Անօթևանության խնդրի լուծմանը կառավարությունը 2022 թվականից որոշում կայացրեց մինչև 27 թվականը Գյումրին ազատել տնատներից ամբողջությամբ, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղղությամբ դիրեկտ ոչ մի քայլ չի արվել։ Ինչն է պատճառը, ինչու ֆինանսական միջոցներ չեն հատկացվում։ Ճիշտ նշեցի, կառավարությունը ասել է, բայց ես չեմ կարող կառավարության գործառույթի մեջ մտնել եւ ասել, թե ինչի չի եղել։ Կառավարության ներկայացուցիչները այստեղ կան, կարող եք հարցնել իրենց։ Ներողություն եմ խնդրում իմ իմացության համար, բայց գործի բերումով ես դրա հետ չեմ մտածվել դեռ։ Պարոն Սիմոնյանը մի րոպե։ Ես գալու եմ ձեր մոտ հարցազրույցի։ բայց փոխել եք օրը։ Պարոն Սիմոնյան, ինչ իրավունք ունի վարչապետը խնդրել որևէ հոգևորականի պատարագի զեղչել վեհապարի անունը։ Դա որտեղ է գրված։ Վարչապետը կարող է այդպիսի հրահանգ տալ, որտեղ է գրված։ Ասեք, խնդրանքները ինչ-որտեղ գրում են։ Չէ, բայց ինքն իրավունք չունի, դա եկեղեցու ներքին խնդիրն է, ներքին հարցն է։ Չէ, սահմանադրությամբ սահմանադրությամբ գրածա վարչապետը ոչ մի խնդրել իրավունք։ Ոչ, եկեղեցուն վերաբերող հարցերը եկեղեցու ներքին։ Եթե դուք ինձ բան խնդրեք, կամ ես ձեզ բան խնդրեմ, անկախ նրանից դուք վերագրող եք, ես պաշտոնյա եմ, դա մեր որոշելիքն է, այլ ոչ թե սահմանության մեջ գրելու կամ չգրելու բան, հա։ Դա դուք գնահատական եք տալիս, որը ես չեմ կիսում, հարցրեք այն մարդկանց, ովքեր որ խնդրել են, հարցրեք այն մարդկանց, ովքեր որ այդ խնդրեցին, արձագանք։ Պարոն Սիմոնյան, ըստ էության իշխանությունը այստեղ չկարողացավ իր սցենարով պատարագ կազմակերպել եւ պարտադրված էր այլ թեմից հոգեվորական հետը բերել, սա թերևս աննախադեպ է շրջիկ հոգեվորականով պատարագի գալը, ինչպես կմեկնաբանեք, Շիրակցի 24 հոգեվորական 29 հոգեվորականից որևէ մեկը Իսկ ով ասում որ ինչ-որ սցենար կա, դուք անընդհատ կա վարչապետ Ձեզ ինչ-որ թվում, այդպես ինչ-որ A4 ֆորմատի կամ A3 ֆորմատի դա գրած ինչ-որ սցենար կա, որով տենց հիմա նայում ենք, ասում ենք հիմա դու սա կասես,
Ոչ, սա հավատքին, Դա վարչապետին է։ լսի, սա հավատքին վերաբերվող գործընթաց է եւ հա ցանկություն կա որ sense լինի, ցանկություն կա միգուցե կարող է լինի որ նենց լինի, բայց իրականությունը այն իրականությունը կարող է լինել։ Այսինքն ինչ ենք ուզում դրանով արձանագրել։ Ենթադրենք ձեր հարցի պատասխանը այո է կամ ենթադրենք ձեր հարցի պատասխանը ոչ է։ Չէ, ինչ հետևություններ կանեք, որ Շիրակում մնա 29 Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր թոր էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարակը։ Դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակ այնտեղ։